Բարև ձեզ։ Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Գրեթե հայտնի են արդեն, թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս հաղորդման շրջանակներում մենք անդրադառնանք բոլոր քաղաքական ուժերին։ Մեր դիտակետից կվերլուծենք նրանց նախընտրական ծրագրերը։ Այս ընտրություններին, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, ձևավորվել են նոր քաղաքական ուժեր։ Այսօր կխոսենք ամենաակտիվ նոր ուժի մասին՝ Ուժեղ Հայաստան կուսակցության և նրա հիմնադիրների ու ծրագրերի որոշ դրույթների մասին։ Նախ Ուժեղ Հայաստանը ժողովրդին առավել հայտնի է մեր ձևով շարժումով, որը ձևավորվեց նախորդ տարի, երբ Ռուսաստանում բնակվող գործարար միլիարդատեր Սամվել Կարապետյանը հակապետական հայտարարության համար կալանավորվեց։ Դե արդեն պարզ է, որ մեր ձևով շարժումը, հետագայում նաև Ուժեղ Հայաստան կուսակցությունը հիմնադրվել է Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի կողմից, բայց մի կարևոր դիտարկում. արդյոք Սամվել Կարապետյանը ինքը ցանկացել է հիմնել կուսակցություն և մտնել հայաստանյան ակտիվ քաղաքական կյանք, թե ոչ։ Հուսով ենք պատասխանը կստանանք բուն քարոզարշավի ժամանակ։ Գանք հեռվից։ Սամվել Կարապետյանը ըստ Forbes-ի աշխարհի ամենահարուստ հայն է, ում կարողությունը գնահատվում է $4 միլիարդ։ Նրա բիզնեսի առյուծի բաժինը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ունի կապեր Ռուսաստանի Դաշնության իշխանական քաղաքական վերնախավի հետ և կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյանը և նրա հիմնադրած քաղաքական ուժը ուղարկվել են Ռուսաստանի Դաշնության պատվերով, իսկ թե ինչի համար, այս հարցին կանդրադառնանք առաջիկայում։ Հիմա դիտարկենք Ուժեղ Հայաստան կուսակցության այն նախընտրական ծրագիրը, որը առաջարկում է կուսակցությունը։ Ըստ էության, երբ նայում ես ծրագիրը, շատ գեղեցիկ գրված է, պարզ է, որ կուսակցությունը այս դեպքում Կարապետյանների ընտանիքը գումար չի խնայել ծրագիրը կազմողների վրա, ինչպես որ անում են մեր ընդդիմադիր դաշտում գտնվող քաղաքական ուժերը, որոնց ֆինանսավորումը ոչ թե գալիս է կուսակցության անդամավճարներից, այլ կոնկրետ անձից կամ ընտանիքներից։ Անցնենք ծրագրերի դիտարկմանը։ Ընտրվելուց հետո Ուժեղ Հայաստանը 300,000 աշխատատեղ է խոստանում բացել։ Անկեղծ լինենք, Կարապետյանների ընտանիքը ունեցել և ունի բոլոր ռեսուրսները առանց քաղաքական հավակնությունների առնվազն 20 տարի, որպեսզի բացեր այդ 300,000 աշխատատեղերը, բայց չգիտես ինչու չի արել։ Փոխարենը հիմա խոսում է դրա մասին։ Բացի դա, եթե հայտարարում ենք, որ 5 տարում ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ, պետք է նաև հիմնավորել, թե ինչպես։ Ընդ որում, այն չկարողացավ հիմնավորել հենց Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, իր տված հարցազրույցներից մեկում, ով ի դեպ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ է և փաստացի ինքն է ղեկավարում կուսակցությունը։ Կարևոր է նշել, որ այսօր գործող իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում կա գրանցված 800,000-ից ավել աշխատատեղ։ Ուժեղ Հայաստանի հաջորդ ուժեղ ծրագիրը փոքր բիզնեսին հարկերից ազատումն է։ Այստեղ ևս չկա հիմնավորում, թե ինչի հաշվին և ինչ եղանակով պետք է հարկերից ազատել փոքր բիզնեսը, և այստեղ առնվազն հարց է առաջանում, թե ինչ ձևով են պատրաստվում ապահովել պետական բյուջեի մուտքերը, երբ փոքր բիզնեսը չի հարկվելու, իսկ եթե չկա պետական բյուջեի մուտք, ապա բժշկին, մանկավարժին և մյուս աշխատողներին ինչպես են աշխատավարձ վճարելու, ինչպես են կառուցելու դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Հզոր բանակ կամ ուժեղ խաղաղություն։ Նախ այստեղ պետք է հասկանալ, ուժեղ խաղաղություն ասելով կուսակցությունը ինչի նկատի ունի։ Խաղաղություն կամ լինում է, կամ չի լինում։ Խաղաղության մեջ չկա ուժեղ կամ թույլ։ Ուժեղ բանակ ունենալու համար կուսակցությունը առաջարկում է ուժեղ դիվանագիտություն, ժամանակակից և արդիական զինամթերքի ձեռքբերում, ժամանակակից սահմաններ և սահմանների ամրապնդում։ Ուժեղ դիվանագիտություն ասելով հասկանում են միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում, զարգացում, այդ թվում Ռուսաստանի հետ միութենական մեկ պետություն։ Այսինքն, առաջարկվում է անկախության, ինքնիշխանության կորուստ, իսկ ներկայիս կառավարությունը վարում է հենց բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
Ժամանակակից եւ արձիական զինտեխնիկայի ձեռքբերում։ Այստեղ ասելու շատ բան ըստ էության չկա, քանի որ այսօրվա իշխանությունը արդեն մի քանի երկրից ձեռք է բերում արձիական եւ ժամանակակից սպառազինություն, այլ ոչ թե մեկ պետությունից, իսկ հետագայում պարզվեց, որ այդ մեկ պետությունից ձեռք բերված սպառազինությունը ոչինչի պետք չէր։ Ամուր սահմանների մասով այսօր կրկին ներկայիս իշխանության աշխատանքի շնորհիվ նախկին կոնսերվի կռիչկեքի, որոնք ի դեպ նաև ռուսական արտադրության էին եւ մեքենայի անիվների ու խրամատների փոխարեն ունենք երկաթբետոնյա բոլոր հարմարություններով կահավորված սահմանային հենակետեր, իհարկե դեռ ոչ ամբողջ սահմանային երկարությամբ, սակայն կատարվում են լայնածավալ աշխատանքներ նշված ծրագիրը իրագործելու համար։ Ուժեղ երաշխավորների մասին, ովքեր կապահովեն պետության անվտանգությունը, իսկ թե որ երկրները պետք է ապահովեն մեր անվտանգությունը, մինչև այժմ այդ հարցը նույնպես անպատասխան է։ Իհարկե, կարող ենք մեկ պետության մասով հստակ ասել, որ այդ պետությունը Ռուսաստանն է, բայց Ռուսաստանի անվտանգության երաշխավոր լինելու փաստը առնվազն 2023-ից հետո դրվեց կասկածի տակ։ Արդյոք մեզ պետք է Ռուսաստանի նման անվտանգության երաշխավոր, թե ոչ։ Բացի դա, այսօր հենց Ռուսաստանը ունի անվտանգային լուրջ խնդիրներ։ Այս ամենից զատ անդրադառնանք մի քանի կարևոր հարցերի։ Սամվել Կարապետյան իշխանություններին, որոնք ի դեպ նախորդ ընտրություններում ստացել են սահմանադրական մեծամասնություն, անվանել է Հայաստանում գործող փոքր խմբակ։ Սա առնվազն անլուրջ մոտեցում է պետության հանդեպ։ Այն պարագայում, երբ իր ամենամոտ ընկերոջ ղեկավարած դաշինքը ստացել է 20%-ից մի փոքր ավել քվե։ Անդրադառնանք մի ընկերության, որը Հայաստանի ռազմավարական ընկերություններից մեկն է։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, բառիս բուն իմաստով, այս ընկերության զարգացման համար գրեթե ոչինչ չի արվել, բացի պետական միջոցները վատնելուց, ժողովրդի գրպանը մտնելուց եւ թալանելուց։ Ինչպես են Սամվել Կարապետյանը ասաց թքած ունեմ հեծի վրա, այստեղ տեղին եւ ճիշտ պատասխանեց։ Մարդը տարիներով թքած է ունեցել հեծի վրա, իսկ որտեղ եւ ինչի վրա են ծախսվել այն ահռելի գումարները, որ ժողովուրդը վճարել է սպառած էլեկտրաէներգիայի համար, նախկին սեփականատիրոջից պատասխան չկա։ Կարապետյանների ընտանիքը նախընտրական քարոզարշավի համար օգտագործում են ահռելի ֆինանսական եւ մեդիա ռեսուրսներ, դրսից հրավիրում են անվտանգության խորհրդատուների այլ մասնագետների։ Հաջորդ ոչ պետական եւ հակասահմանադրական հայտարարությունը կուսակցությունը հայտնեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ով միառժամանակ մի քանի պետությունների քաղաքացի է, իսկ Հայաստանի սահմանադրությամբ վարչապետ կարող է ընտրվել միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը։ Հայտարարում են, որ եթե գան իշխանության եւ ստանան սահմանադրական մեծամասնություն, ապա սահմանադրությունը կհարմարեցնեն այնպես, որ Սամվել Կարապետյանը ընտրվի վարչապետ։ Այսինքն, պետությունը հարմարեցնել մեկ մարդուն, ոչ թե այդ մեկ մարդը պետությանը։ Կարապետյանների ընտանիքը ինչպես հեծի դեպքում, այնպես էլ այս դեպքում էլ երևի թքած ունի սահմանադրության վրա։ Քաղաքական դիտակետներ կհանդիպենք։